գազի գնի թանկացմանը։ Մենք չպետք է մոռանանք, որ ապրիլի 1-ը շատ շուտով գալու է եւ գազի սակագնի թանկացման խնդիրը հայտը արդեն դրված է պետական հանձնաժողովի սեղանին, հայային ծառայություններ կարգավորող հանձնաժողովի սեղանին։ Իհարկե մենք կանենք ամեն հնարավորը, որ ոչ թե 40%, այլ անհամեմատ ավելի ցածր լինի այդ գնային թռիչքը։ Այսօր Չարենցավանի հեքիաթ Մսուր մանկապարտեզի սաները իրենց օրը կանցկացնեն ամբողջովին հիմնանորոգված ու լոկալ ջեռուցմամբ ապահովված գեղեցիկ ու հարմարավետ սենյակներում։ Հավատարիմ մնալով երեխաներին աջակցելու իր սկզբունքին, Վիվասել MTS-ը շուրջ 50 միլիոն դրամ ֆինանսական աջակցություն է հատկացրել մանկապարտեզի հիմնանորոգման համար։ Շատ սիրուն են, այստեղ ամեն ինչ շատ սիրուն է, տարբեր գույների, մի պատերը, մի գույնի, մի պատերը մի։ Ինչպես հնգամյանարեն, այնպես էլ Չարենցավանի հեքիաթ Մսուր մանկապարտեզի մյուս սաներն ու դաստիարակները ուրախ են ու ոգևորված։ Փոքրիկներն այսուհետ ստիպված չեն լինի մանկապարտեզի շենքային վատ պայմանների պատճառով հաճախել այլ կրթարան։ Շահագործման 40 տարիների ընթացքում երբևէ չհիմնանորոգված այս մանկապարտեզում այսօր արդեն իսպառ բացակայում են նախկին բոլոր խնդիրները։ Շնորհիվ Վիվասել MTS-ի շուրջ 50 միլիոն դրամ ֆինանսական օժանդակությամբ հիմնանորոգվել է մանկապարտեզի շենքը, ապահովել ջեռուցման լոկալ համակարգ։ Գույքի ապահովման պատասխանատվությունը ստանձնել է Չարենցավանի քաղաքապետարանը։ Իդեպ հիշեցնել, որ երեխաներին աջակցելու Վիվասել MTS-ի պատրաստակամության շնորհիվ այս քաղաքում 2 տարի առաջ բարեկարգվել է 3 խաղահրապարակ։ Չարենցավանի քաղաքապետարանի կողմից Ռալֆ Երիկյանին հանձնվեց հուշանվեր։ Շնորհակալություն Վիվասել ընկերությանը, շնորհակալություն հանձինս տնօրենին Ռալֆ Երիկյանին այսպիսի գեղեցիկ նվեր մատուցելու չարենցավանցիների համար։ Մենք այս տարի արդեն շարունակում ենք ինչ-որ սկսել ենք երկար տարիներ առաջ, երբ որ շատ մարդիկ մեծ թերահավատությամբ են նայում կամ երբեմն քննադատում էին, բայց մենք մեր կնածքը դանում ենք ու մենք շարունակում ենք, որտեղ մենք հավատում ենք, որ դա ճիշտ ճանապարհն է։ Եվ երկար տարիներ առաջ մենք միշտ կոչ էինք անում ու շարունակելու ենք կոչ անել, որ ուրիշ ընկերություններ մեր տնտեսությունում պետք է միանան այսպիսի գործընթացի։ Մենք սիրում ենք մեր ժողովուրդը, սիրում ենք հասարակությունը, մենք մաս ենք կազմում այս հասարակությունից, չենք կարող օրանալ իրենց, ուրեմն անպայման ուր կարող ենք պիտի իրականացնենք այսպիսի ծրագրեր։ Մանկապարտեզն իր գործունեությունը կսկսի փետրվարի 10-ից, իսկ մինչ այդ փոքրիկները տոնում են Վիվասել MTS-ի մատուցած երկար սպասված անակնկալը։ Ռուզան Խաչատրյան, Ալբերտ Եդիգարյան, Արմենիա հեռուստաընկերություն, Չարենցավան։ Բարձրագույն որակավորման հանձնաժողովի նախագահ Արմեն Թռչունյանն այսօր ասել է, որ փոխգործակցության համաձայնագիր ունեն ԱՊՀ 4 երկրների հետ։ Նախորդ տարի որակավորման հանձնաժողովի մասնագիտական խորհուրդներն առանձին բացասական որոշումներ չեն կայացրել, բայց 60 ատենախոսություն վերադարձվել է թերացումները վերանայելու համար։ Նախորդ տարի բարձրագույն որակավորման հանձնաժողովը շարունակել է գիտական աստիճանների կոչումներ շնորհել ոլորտի պատասխանատուներին։ 1993 թվականին հանրապետությունում կար 62 խորհուրդ։ Անցնող տարիների ընթացքում խորհուրդների թվի էական փոփոխություն չի եղել։ Նախորդ տարի գործել է 61 խորհուրդ, որոնց գերակշիռ մասը 67%-ը բնական եւ տեխնիկական գիտությունների մասնագիտական խորհուրդներ են եղել։ Արմեն Թռչունյանի փոխանցմամբ դադարեցվել է 1 խորհրդի գործունեություն, վերակազմավորվել 2-ը, փոփոխություն կատարվել 25-ի կազմերում։ Նախորդ տարի գիտական աստիճան կոչումներ են շնորհվել մի շարք անձանց, որոնց միջին տարիքը կազմել է գիտության տեխնացուի համար 32 տարեկան, դոկտորի համար 54 տարեկան, դոցենտի 45, պրոֆեսորի 59 տարեկան։ Վկայագրեր ստացածների թվում են նաև օտարերկրյա պետությունների Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Գերմանիա, Իրան, Ռուսաստան, Սիրիա, Վրաստան 22 քաղաքացիներ, ինչպես նաև փախստականներ։ Վերջին 3 տարում այս թիվը գրեթե կրկնապատկվել է, մեր հայրենակիցը Արցախից եւս ստացել է գիտական աստիճանի վկայագիր։
Բարձրագույն որակավորման հանձնաժողովի նախագահի խոսքով նրա մշակվել են գիտական աստիճանների կոչումների բազաները, կազմակերպվել են փորձաքննություններ։ Ոլորտի հրապարակայնությունն ապահովելու նպատակով շահագործվել է նաև ինտերնետային կայքն։ Նախորդ տարի 568 հոգու շնորհվել է գիտնականի, 50-ը գիտության դոկտորի, 258 հոգու էլ դոցենտի կոչում։ Վերջին տարիներին գիտության ոլորտում կոչումներ ստացողների միջին տարիքը 50 տարեկան է եղել։ Արմեն Թրջունյանն ասում է, որ 31 հոգու դեպքում ատենախոսությունները հանվել են պաշտպանությունից կամ հետաձգվել ՊՕՀ-ի պահանջով։ Նրանցից 6-ի պաշտպանությունը դեռ չի կայացել։ Մասնագիտական խորհուրդներն անցած տարի բացասական որոշումներ չեն կայացրել։ Գիտական աստիճաններ ստացածների 37%-ն էլ կանայք են եղել։ Չեն հաստատվել եւ գիտխորհուրդներ են վերադարձվել գիտական կոչում շնորհելու 29 որոշում։ ԲՀ-ի ղեկավարը կառավարեց օրենսդրական փոփոխությունների իրականացումը։ Արմեն Թրջունյանը պատասխանեց նաև վերահսկիչ պալատի կողմից ամիսներ առաջ իրականացրած ստուգումներին վերաբերող հարցին։ Հիմնական արդյունքները վերաբերվում են իրավական դաշտի կատարելագործման։ Արդյոք ստուգումները հիմք են եղել գիտական աստիճանները վերանայելու հարցին, Արմեն Թրջունյանը պատասխանեց։ Նախ ես ձեզ ասեմ, որ գիտական աստիճանների վերանայում առավել եւս զրկում մեր գիտական աստիճանաշնորհման կանոնակարգով ԲՕՀ-ի գործառույթներով նախատեսված չէ։ Երկրորդը, եղել է դիտողություն, իհարկե, որ մեկ ատենախոսության մասով, ասենք ատենախոսության թեման չի համապատասխանում բովանդակության։ Բայց երբ մենք այդ ատենախոսությունը ներկայացրել ենք մասնագետներին եւ այն խորհրդին, որտեղ կատարվել է պաշտպանություն, նրանք ներկայացրել են առարկություններ։ ԲՕՀ-ը համագործակցության միջկառավարական համաձայնագիր ունի Ռուսաստանի Դաշնության, Ուկրաինայի, Բելարուսի եւ Վրաստանի հետ, որոնց կողմից հաստատված եւ ճանաչված են բարձրագույն որակավորման հանձնաժողովի տված եռալուզու վկայագրերը։ Ի դեպ, օտարերկրյա պետություններում դրանք ճանաչվում եւ ընդունվում են ուսումնասիրության կարգով։ Մարինե Ավանեսյան, Հովհաննես Չապարյան, Արմենիա հեռուստաընկերություն։ Հայաստանի Հանրապետության Սփյուռքի նախարարությունը եւ Համաշխարհային հայկական կոնգրեսն այսօրվանից հայտարարում են հայապահպանության գործում ունեցած նշանակալի ավանդի համար խորագրով ամենամյա մրցույթ Սփյուռքում գործող հայկական լրատվամիջոցների եւ կրթօջախների միջև։ Մրցույթը նպատակ ունի խրախուսել սփյուռքահայ համայնքներում հայ ազգային ինքնության պահպանումն ու զարգացումը, աշխարհասփյուռ հայության միասնականության ապահովումը։ Իդեպ մրցույթին կարող են մասնակցել միայն այն լրատվամիջոցները, որոնք իրենց անմիջական ուշադրության տակ են պահում Հայաստան-Սփյուռք գործակցության, հայապահպանության, հայ մշակույթի, կրթության եւ ազգային այլ հարցեր։ Նշենք, որ նախատեսվում է մրցույթի 4 անվանակարգ, կազմակերպիչները յուրաքանչյուր անվանակարգի համար մոտ $15,000 դրամական պարգև են նախատեսել։ Տեղեկացնենք, որ հայտերն ընդունվելու են մինչև 2010 թվականի մարտի 30-ը։ Լույս է տեսել պատմաբան արևելագետ Նիկոլայ Հովհաննիսյանի «Հայոց ցեղասպանությունը» գիրքը, որում 10 ճապոներեն, ֆրանսերեն, գերմաներեն, պարսկերեն, անգլերեն եւ այլ լեզուներով ներկայացված են փաստեր 20-րդ դարի սկզբին Օսմանյան կայսրության կողմից իրականացված վճռագործության մասին։ Գրքում հեղինակը ներկայացրել է նաեւ արաբական պատմագիտության մեջ 15 թվականի ցեղասպանության հարցի քննարկումը։ Տեղեկություններ, որոնք հայտնի չեն ընթերցող լայն շրջանակներին։ Հայոց ցեղասպանության մասին այսպիսի գրքի հրատարակումը մեծապես կնպաստի միջազգային հանրության կողմից ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը։ Այս տեսակետին էին գրքի շնորհանդեսին ներկա պատմաբանները։ Գրքում հիմնական շեշտը դրվում է այն հանգամանքի վրա, որ ցեղասպանությունը նախապատրաստված ու ծրագրված է եղել Օսմանյան կայսրության կողմից։ Հայոց ցեղասպանություն գրքում լուսաբանվել են արաբ պատմագետների կողմից ցեղասպանությանն անդրադառնալու դրդապատճառները։ Իդեպ գրքի հեղինակը մայրական կողմից զրումից է։ Աշխատություն իսում է, որտեղ աշխարհի 10 լեզուներով է թարգմանված եւ ինչպես ասեցի, իրենք են թարգմանել, ոչ թե ես եմ խնդրել, ոչ թե միջոցներ են տվել, այլ դա եղել է ինքնաբուխ, խոսում է հենց այն մասին, որ ցեղասպանությունը դա անմոռանալի, դա անժխտելի երևույթ է ոչ միայն մեզ հայերիս համար, այլև աշխարհի շատ ու շատ ժողովուրդների համար։ Յուրահատկությունը այս գրքի իմ կարծիքով նրան գիտական բարձր մակարդակն է, կորեկտ գիտական օբյեկտիվ շարադրանքը հետազոտում այն խնդիրների, որոնք մեր ժողովրդի, մեր ցավի անբաժանելի մասն են կազմում։
Երեք միջերկրական ծովի վրա կործանված Boeing 737-800 օդանավի օդաչուն անհայտ պատճառներով չի կատարել դիսպետչերների հրահանգները։ Այս մասին հաղորդում է France Press գործակալությունը, հղում անելով Լիբանանի պաշտպանության նախարարին։ Վերջինը հայտնել է, որ դիսպետչերների եւ օդաչուի միջև կայացած խոսակցության ձայնագրությունից պարզվել է, որ օդաչուն նախազգուշացված է եղել ամպրոպի մասին, բայց քայլեր չի ձեռնարկել շրջանցելու այն։ Եղանակի կտրուկ ցրտելու կապակցությամբ Ռումինիայի իշխանությունները արտակարգ դրություն են հայտարարել երկրում։ Այն բանից հետո, երբ նախորդին երկրի առանձին շրջաններում ջերմաստիճանն ընկավ ըստ Ցելսիուսի մինչև -32-ից -34 աստիճան,